Եվ ինձ համար, եւ միգուցե ձեզ համար հարց կարող է բարձրանալ. ում Աստված կգթա եւ ում կողորմի։ Ինչ կրիտերիաներով, ինչ չափանիշներով է Աստված ողորմում կամ իր գութը ցուցաբերում։ Աստված նստած իր գահին միգուցե պատահականորեն ասում է. սրան ողորմեմ, սրան գթամ, եւ այդ մարդը ողորմություն է գտնում Աստվածանից ու փրկվում։ Պատահական, աշկերը փակում, մատը տնկում է։ Միգուցե այսպես է ողորմության եւ գութի սկզբունքը։ Միգուցե ինչ որ բանաձև ունի Աստված, քանի որ նա մեծագույն հանճարեղն է, ինչ որ բանաձև է գրել, ասում է, ով որ այս բանաձևի տակ ընկավ, նա ողորմություն կգտնի։ Իսկ պարզապես միգուցե մեր Աստված քմահաճ Աստված է, նայում է, ասում է, գարիկին բեր ողորմենք, այն ինչ որ մեկ ուրիշին չէ, բեր խաչիկին էլ ողորմենք, դե ինձ էլ, միգուցե այսպես է ողորմում Աստված։ Գործք առաքելոց դարձյալ 17:30-ն են կարդում։ Բայց Աստված տգիտության ժամանակներն անտես անելով, հիմա մարդկանց պատվիրում է ամենին ամեն տեղ ապաշխարել։ Այն Աստված, որի ձեռքն է ապաշխարությունը, որ նա է բացում ապաշխարության դուռը, ինչպես կարդացի 3 տարբեր տեղերում գրվածք, 4-րդն էլ հիմնավորում է Պողոս առաքյալը, որ ում որ կամենում է, վազողից չէ, խնդրողից չէ, մյուսից չէ, ում որ կամենում է, այդ նույն Աստված ասում է, պատվիրում է մարդկանց ամենին ամեն տեղ ապաշխարել։ Հակասություն չկա, թեև ապաշխարություն տվողն Աստված է, սակայն նա է պատվիրում ամենին ամեն տեղ ապաշխարել, եւ քանի որ նա ինքը պատվիրում է ամենին ամեն տեղ ապաշխարել, նշանակում է, որ ապաշխարության դուռը բաց է արել։ Ապաշխարություն տվողը նա է, նա էլ ապաշխարության դուռը բաց է արել, որ ամեն ոք հնարավորություն ունենա ապաշխարելու։ Շատ հստակ սա երևում էր, երբ որ Հակոբոսն ասում էր հրեաների ներկայացուցիչ եկեղեցում, որ փաստորեն Աստված հեթանոսներին էլ է ապաշխարության դուռ բացել։ Մինչդեռ հրեաները մտածում էին, որ միայն իրենց է վերաբերվում ապաշխարությունը։ Ու դարձյալ կարդամ, Աստված տգիտության ժամանակներն անտես անելով հիմա մարդկանց պատվիրում է ամենին ամեն տեղ ապաշխարել։ Մարկոս ավետարան 1:15 Ժամանակը կատարվել է, ասում է Հիսուսը։ Աստծո թագավորությունը մոտեցել է, ապաշխարեցեք եւ հավատացեք ավետարանին։ Մարկոս 1:15-ն էր, Մատթեոս 21:32 Որովհետև Հովանեսը եկավ ձեզ մոտ արդարության ճանապարհով եւ չհավատացիք նրան, բայց մաքսավորներն ու պոռնիկները հավատացին նրան, եւ դուք տեսնելով չզղջացիք, այս զղջալ բառը նույն մեթանո է, չապաշխարեցիք բառն է, չզղջացիք, չապաշխարեցիք, հետո որ հավատաք նրան։ Եթե ուշադրություն դարձնենք, Հիսուսը ապաշխարելու ամբողջ պատասխանատվությունը դնում է խոսքը լսողի վրա, մարդկանց վրա։ Վերը նշված բոլոր համարներից մենք հասկացանք, որ ապաշխարություն տվողն Աստված է, եւ Աստված դուռը բացել է ամենքի համար եւ բոլորին կոչ է անում ամենքին ամենտեղ ապաշխարել, եւ Աստծո որդին եկել ասում է ապաշխարեք։ Դուք տեսակ չապաշխարեցիք, բայց նրանք ապաշխարեցին, մեր վրա է դնում ապաշխարելու կամ չապաշխարելու պատասխանատվությունը։ Հուսով եմ պարզ բացատրեցի ամեն ինչ։ Այսպիսով դուռը բաց է բոլորի համար։ Ընտրությունը տրված է մեր ձեռքը։ Մենք ենք որոշում, մենք ենք ընտրում ապաշխարել կամ չապաշխարել։ Հովանեսը եկավ արդարության ճանապարհով, մաքսավորներն ու պոռնիկները լսեցին նրա խոսքը, ապաշխարեցին, փարիսեցիները, դպիրները, այն ժամանակվա
մեծ զանգվածը, տեսավ, լսեց, բայց որոշեց չապաշխարել, մերժել։ Այսպիսով ապաշխարությունը դուռ է բացում, ապաշխարության դուռը բաց է ամենքիս համար։ Եվ երբ որ մենք ապաշխարում ենք, դառնում ենք Տիրոջը եւ հավատում ենք նրան, ապաշխարությունը մի դուռ է նաև, որ մենք սկսենք հավատալ, որտեղ Հիսուսն ասեց. ապաշխարեք եւ հավատացեք։ Մինչեւ մենք չապաշխարենք, մինչեւ չմտկափոխվենք, մեր նախկին մտածելակերպից չենք էլ կարող հավատալ։ Ապաշխարությունը, մտկափոխվելը, այն որ մի ձև ենք մտածում, հիմա այլ կերպ պիտի մտածենք, դուռ է բացում հավատքի համար։ Իսկ հավատքը հստակ բան է, որ հիշեցնեմ, տանում է մեզ փրկության։ Հավատք Աստծո խոսքի հանդեպ, ոչ թե հավատք մեկ ուրիշ բանի համար։ Երբ Ադամն ու Եվան հավատում էին Աստծուն, նրանք Աստծո հետ էին, փրկության մեջ էին։ Մեկ օր սկսեցին չհավատալ Աստծուն, բայց սկսեցին հավատալ Սատանային, որ խաբեց Եվային։ Հավատացին դարձյալ նրա խոսքին եւ փրկությունից զրկվեցին։ Ոմանք ուրախությունով փրկությունն ընդունում են եւ կանգ են առնում փրկության գաղափարի վրա։ Ես ձեզ հիշեցնում եմ նախկին պատգամից, լավ կլինի, որ նորից նայեք, որտեղ խիստ կարևոր իրար հետ շահկապված մտքեր են։ Վերջ եղբայրներ մեզ հիշեցրեց, որ կանգ ենք առնում երբեմն մեր որոշ մակարդակի վրա։ Ոմանք էլ փրկությունը ստանում են, ուրախանում են, որ իսկապես դա մեծ ուրախություն է, փրկությունը, եւ կանգ ենք առնում այդ փրկության մակարդակի վրա եւ առաջ չեն գնում։ Մենք փրկված ենք եւ փրկված։ Քարոզվում է փրկության մասին, լսում ենք փրկության մասին, գոհանում ենք փրկության համար եւ վերջ։ Մինչդեռ կա շարունակություն, եթե հիշում եք։ Առաջի Տիմոթեոս 2-րդ գլուխ 3-4 խոսքերը։ Որովհետև սա բարի եւ ընդունելի է մեր Փրկիչ Աստծո առաջին, որ կամենում է, որ ամեն մարդիկ փրկվեն, այո, եւ ճշմարտության գիտությանը գան։ Ճշմարտության գիտություն բառը էպիգնոսիս հուներեն բառն է, որ նշանակում է ճանաչեն։ Նոր թարգմանության մեջ այդպես էլ գրված է, որ ճշմարտության ճանաչմանը հասնեն։ Ուրեմն Աստված կամենում է, որ ամեն մարդիկ փրկվեն, բացել է փրկության դուռը, բացել է ապաշխարության դուռը։ Ընտրիր, ինչպես հրյաներին ասեց, ահա կյանքն ու մահը դնում եմ ձեր առջև, օրհնությունն անեծքը, ընտրեք կյանքը, որ ապրեք, ընտրեք ապաշխարությունը, որ փրկվեք։ Եվ փրկությունից հետո ասում է, որպեսզի դրանից հետո ճշմարտության գիտությանը հասնենք։ Աստված կամենում է, որ ամեն մարդիկ փրկվեն եւ ճանաչեն ճշմարտությունը, հասնենք ճշմարտությունը։ Մեկտեղ Հիսուս մի անգամ Հիսուսը հայտարարում է. Ես եմ ճշմարտությունը։ Այսինքն հասնենք ճշմարտությանը, ճանաչենք Հիսուսին։ Եվ հիմա գնանք առաջ։ Առաջի Կորինթացիս 2-րդ գլուխ 12-րդ խոսք։ Եվ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ այն հոգին, որ Աստվածանից է, որ ճանաչենք այն բաները, որ Աստվածանից տրվեցավ մեզ։ Սա խոսում է արդեն փրկվածներին։ Մենք փրկվածներս աշխարհի հոգին չենք առել, այլ այն հոգին, որ Աստվածանից է, եւ այն հոգին Աստված մեզ տվել է, որ մենք ճանաչենք այն բոլոր բաները, որ Աստված տվել է մեզ։ Շատ ընտիր է փրկված լինելը։ Սա առաջի քայլն է, առաջի դասարանն է։ Սա դուռն է, որ մենք ճանաչենք այն ամեն ինչը, որ Աստված պատրաստել է մեզ համար։ Եփեսացիների ուղղված նամակ առաջի գլուխ 15-18 խոսքեր։ Նրա համար էլ ես լսելով ձեր հավատքը, որ ունիք Տեր Հիսուսի վրա, հավատքը փրկության է տանում։ Եվ սերը դեպի ամեն սուրբերը, նրանց հավատքը գործունյա հավատք էր, կենդանի հավատք էր, այն դրսևորվում էր սիրով։
Ուրեմն լսելով ձեր հավատքը եւ սերը, որ ունեք դեպի բոլոր սուրբերը, չեմ դադարում ձեզ համար գոհություն տալուց ձեզ իմ աղոթքներում հիշելով, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը, Փառքի Հայրը, տա ձեզ իմաստության եւ հայտնության հոգի իր գիտությունով, որ ձեր սրտերի աչքերը լուսավորվելով գիտենաք, թե ինչ է նրա կոչումի հույսը եւ ինչ է իր ժառանգության փառավոր մեծությունը սուրբերում։ Սա պատգամ է, սա խրատ է, սա ուղերձ է ուղված, փրկված հավատացյալ մարդկանց, որ մենք ունենալով իմաստության եւ հայտնության հոգի սկսենք ճանաչել այն, ինչ որ Աստված տվել է, որ մենք ճանաչենք, հասկանանք, գիտենանք նրա կոչումի հույսը եւ իր ժառանգության փառավոր մեծությունը սուրբերի մեջ։